Թուրքիան եւ Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար հայտ են ներկայացրել։ Բաքլավա եւ Փաքլավա անվանումներով ներկայացված հայտի ճակատագիրը որոշվելու է այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Սիամեն քաղաքում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։ Սա սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ձեռնարկված առաջի դեպքը չէ, նմանատիպ քայլեր նախկինում եւս եղել են։ Վերջին տարիներին հատկապես թե Թուրքիան, թե Ադրբեջանը պարբերաբար դիմում է միջազգային հարթակներին մշակութային տարբեր տարրեր ազգային ժառանգության մաս ճանաչելու պահանջով։ Հիշատակված ցանկում ընդգրկվել են ինչպես խոհարարական ավանդույթներին, այնպես էլ երաժշտությանը, արհեստներին ու ժողովրդական մշակույթին վերաբերող պահանջներ։ Մասնագետների կարծիքով նման գործընթացներում առաջնայինը միայն մշակութային բաղադրիչը չէ, նմանատիպ ձեռնարկումները նաև քաղաքական ու դիվանագիտական ենթատեքստ ու նշանակություն ունեն։ Ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցումը բարձրացնում է երկրի ճանաչելիությունը, նպաստում զբոսաշրջության զարգացմանը, նաև ուժեղացնում միջազգային մշակութային ազդեցությանը։ Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում թեևս տարածված է որոշակի առումով եւ ցեղասպանությունից հետո աշխարհացուր հայությունը տարբեր բնակավայրերից հատկապես Արևմտյան Հայաստանի այդ տեսակը պահպանում են եւ իրենց իհարկե տարածաշրջանին համապատասխանող այդ բաղադրատոմսերով մինչ օրս գերդաստաններում պատրաստում են։ Մասնագետները ընդգծում են բազմաթիվ ուտեստներ եւ ավանդույթներ դարերի ընթացքում տարածում են գտել նաեւ տարածաշրջանի հարևան ժողովուրդների շրջանում։ Հետևաբար այս կամ այն միավորի մեկ երկրի բացառիկ սեփականություն համարելը պատմականորեն հիմնավորված չէ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ պետությունները չպետք է ներկայացնեն իրենց ավանդույթներն ու փաստագրեն դրանց պատմությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը մեկն է յուրացնելով տարածաշրջանի տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները, նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքները դրա հիմքի վրա սեփական իբր մշակույթը ձևավորելն է։ Քանի որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը արհեստացին ձևավորված կազմավորումներ են, իրենք խնդիր ունեն այդ իբր տարածաշրջանում իրենց բնիկությունը ապացուցելու։ Փորձագետները նշում են նմանատիպ նախաձեռնություններին միայն արձանագրելը բավարար չէ։ Անհրաժեշտ է համակարգված աշխատանք հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության, փաստաթղթավորման եւ միջազգային կառույցներում ներկայացման ուղղությամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոչ թե նկատելիորեն ուշացած, հետին թվով արձանագրել այսօրինակ փորձերին, այլև նախաձեռնող լինել մշակութային դիվանագիտության ոլորտում։ Մասնագետների դիտարկման Փախլավայի շուրջ քննարկումը հերթական անգամ վկայում է, որ մշակութային ժառանգության համար պայքարը վաղուց միայն պատմության կամ խոհանոցի մասին չէ, այն նաև պատմությունների միջազգային հեղինակության, մշակութային ինքնության եւ երկարաժամկետ ռազմավարության հարց է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։